Ես անցածնության հաղթած, քաղաքապետ դարձած հաղթած տղա եմ, նորից եկել եմ ակնկալելու ձեր ձայնը, ձեր ազատության համար շնորհակալություն։ Հաջորդ ամիս Հրազդանում կայանալիք ընտրություններից առաջ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցությանը, առաջարկելով Հրազդանի բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում խմբակցությանը պատկանող տեղերում նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց։ Հրազդանյան ընտրություններին 14 տարի քաղաքը ղեկավարած հանրապետական Արամ Դանիելյանից բացի առաջադրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, Փաշինյանի կուսակիցը։ Այդ ընտրությունների 28 տեղամասային հանձնաժողովներում ըստ օրենքի ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն պետք է մեկական ներկայացուցիչ ունենա։ Այսօր Ազատության այդ զրույցում Փաշինյանն ասաց. Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովում պետք է նշանակում կատարի Ազգային կոնգրես խմբակցությունը, ոչ թե Ազգային կոնգրես կուսակցությունը, այդ տեղերը պատկանում են ոչ թե Ազգային կոնգրես կուսակցությանը, այլ պատկանում են Ազգային կոնգրես խմբակցությանը, դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Սասուն Միքայելյանը Ազգային կոնգրես նախընտրական դաշինքի համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցրել եւ միջև օրս էլ զբաղեցնում։ Պատգամավորը ընդգծեց, Սասուն Միքայելյանը մեծ ավանդ ունի Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքի խորհրդարանական խմբակցության ձևավորման գործում, որովհետև նա հանրությանը հայտնի դեմքերից է եւ Հրազդանում զգալի ձայներ է ապահովել ՀԱԿ-ի համար։ Ուստի հաշվի առնելով այս հանգամանքը եւ այն, որ հանձնաժողովներում անձանց նշանակումը պետք է սկսվի 2 օրից, դեռ մարտի 14-ին նա դիմել է Լևոն Զուրաբյանին նշված առաջարկով։ Այս փաստը հաշվի առնելով ես քննարկումներ եմ ունեցել խմբակցության փաստացի դե յուրե անդամ հանդիսացող պատգամավորների հետ, ինչ եմ ասում դե յուրե, որովհետև քաղաքական խնդիրների մասին դուք բոլորը գիտեք, եւ նրանցից 4-ը կողմ են արտահայտվել, որպեսզի, այսինքն մեծամասնությունը կողմ է արտահայտվել, որպեսզի այդ տեղերում նշանակվեն Սասուն Միքայելյանի ներկայացրած անձինք, Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ ես։ Մինչդեռ ՀԱԿ խմբակցության մամլոպատասխանատու Արմեն Խաչատրյանը այսօր Ազատության հարցմանն ի պատասխան նշեց. խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում մատնանշված հարցը չի բարձրացրել։ Խմբակցության որևէ որոշում, այդ թվում վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության կանոնադրության իրավազոր նիստում խմբակցության անդամների կեսից ավելիի առնվազն 4 ձայնով։ Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու եւ հարց բարձրացնելու փոխարեն պատգամավորը նամակ է ուղարկում միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսել խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է, փոխանցեց Խաչատրյանը։ Միաժամանակ ՀԱԿ-ը հավաստիացնում է, որ Հրազդանում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը եւ համարձակությունը։ Ազատության այդ զրույցում ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, քանի որ կողմ է արտահայտվել Փաշինյանի առաջարկությանը, ուստի խմբակցության նիստում եւս կողմ կքվեարկի։ Եթե խմբակցության 4 անդամներ կողմ են արտահայտվում, որ Սասուն Միքայելյանի տնօրինմանը տրվի ՀԱԿ խմբակցության տեղերը, ապա կարծում եմ, որ ՀԱԿ խմբակցությունը այն պետք է բավարարի։ Հրանտ Բագրատյանը չցանկացավ խոսել այս հարցի առնչությամբ, Ստեփան Դեմիրճյանի հետ կապվել չհաջողվեց։